Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալում իրադարձությունները նորից մտնում են լարված ու անկանխատեսելի շրջափուլ։ Հեռուստադիտողներն արդեն հասցրել են համոզվել, որ այս պատմության մեջ հանգիստ օրեր չեն լինելու։ Ամեն անգամ, երբ թվում է ամեն ինչ վերջապես հանգստանում է, հեղինակը նոր ցավ, նոր բացահայտում կամ անսպասելի ճակատագիր է պատրաստում իր հերոսների համար։ Նոյը մահացել է։ Այս փաստը բնականաբար ցնցել է բոլորին՝ և սերիալի հերոսներին, և հեռուստադիտողներին։ Հարսանեկան տոնական օրը վերածվում է ողբերգության։ Անգելինան, որը դեռ նոր էր հաշտվել Հենրիին կորցնելու մտքի հետ և փորձում էր Նոյի հետ նոր կյանք սկսել, հիմա կանգնած է կյանքի ամենամեծ փորձության առաջ։ Նրա աչքերում մշտական արցունք կա, նա լուռ է, կոտրված, բայց փորձում է դիմանալ։ Հենրին հասկանում է Անգելինայի վիճակը, չէ՞ որ ինքը նույնպես ցավ է ապրել տեսնելով սիրած կնոջը մեկ ուրիշի կողքին։ Նա փորձում է աջակցել ոչ թե որպես նախկին սիրահար, այլ որպես մարդ, ով անկեղծորեն ցավում է նրա կորուստը։ Հենրիի մարդկային կողմը, որը երբեմն թաքնված էր իր խառնաշփոթ զգացմունքների տակ, հիմա բացահայտվում է ամբողջությամբ։ Բայց հենց այդ պահին պատմության մեջ կրկին լարվածություն է մտնում։ Բետին հայտնվում է անսպասելիորեն։ Նա տեսնում է, թե ինչպես է իր ամուսինը փորձում մխիթարել մեկ այլ կնոջ, այն էլ իր նախկին սիրեցյալին։ Նրա ներսում արթնանում է վիրավորված կնոջ հպարտությունը, ցավն ու ատելությունը։ Բետին սկսում է վիրավորել և Հենրիին, և Անգելինային, չկարողանալով կառավարել իր զգացմունքները։ Հեռուստադիտողները սոցիալական ցանցերում բաժանվել են երկու ճամբարի։ Մի մասը խստորեն դատապարտում է Բետիին, ասելով, որ նա անսրտորեն է վերաբերվում մի կնոջ, որն արդեն բավական տառապել է, մյուս մասը, սակայն, փորձում է հասկանալ նրան, չէ՞ որ Բետին ամուսնացած է Հենրիի հետ, նա կորցրել է երեխա ունենալու հնարավորությունը հենց Հենրիի անտարբերության հետևանքով։ Նրա ներսում կուտակված ցավն ու հիասթափությունը հիմա պայթում են։ Բետին այս պատմության ամենաբարդ կերպարներից մեկն է։ Նա մեղավոր չէ այնքան, որքան պարզապես դժբախտ է։ Նա ապրում է սիրո պակասի ու անընդհատ վախի մեջ, զգալով, որ ամուսնու սիրտը երբեք իրենը չի եղել։ Միևնույն ժամանակ պատմությունը նոր ուղղություն է ստանում Սոսի գծով։ Սոսը վերջապես դուրս է գալիս բանտից Նոյի օգնությամբ։ Ցավոք, Նոյն այլևս չի կարող պաշտպանել և օգնել Սոսին, այդ պատճառով նա նոր փաստաբան է փնտրում, բայց մինչ այդ Սոսը փորձում է գտնել իր դստերը։ Դա նրա առաջին քայլն է բանտից դուրս գալուց հետո։ Նա երկար ժամանակ սպասում էր հենց այդ պահին։ Հենց հիմա սկսվում է ամենաուշագրավ հատվածը։ Հենց Սոսն է այն մարդը, որը կարող է բացահայտել անցյալի մեծ գաղտնիքը, թե ովքեր են Անգելինայի իրական ծնողները։ Բայց ճշմարտության ճանապարհին նոր խոչընդոտ է կանգնում։ Լիլիթը կրկին փորձում է ամեն կերպ փակել այդ թեման։ Նա հանդիպում է այդ նույն բուժքրոջն, ով տարիներ առաջ ներկա էր Աննայի ծննդաբերությանը։ Այդ կինը գիտի ամեն ինչ. ինչպես խլեցին Աննայի երեխային, ինչպես նրան հանձնեցին ուրիշ ընտանիքի։ Լիլիթը նրան փող է առաջարկում, միայն թե լուռ մնա, բայց այս անգամ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի լինելու։ Բուժքրոջը գումար է պետք իր որդու բուժումը շարունակելու համար, բայց նա արդեն հոգնել է տարիներ շարունակ մի գաղտնիք պահելուց, որը խեղդում է իրեն, և ամենայն հավանականությամբ հենց նա էլ պատմելու է Սոսին ճշմարտությունը, բացելով սերիալի գլխավոր հանգույցը։ Հեռուստադիտողները գրեթե վստահ են, որ առաջիկա սերիալներում Սոսը կգտնի իր դստերը։ Բայց արդյոք կհասցնի դա անել, թե Լիլիթը նորից բարդություններ կստեղծի։ Դիանա Գրիգորյանի սցենարներում ոչինչ պատահական չէ։ Ամեն հերոս ունի իր ժամանակը և իր պահը։ Անգելինան շարունակում է ապրել Նոյի հիշողությամբ, նրա կողքին Հենրին է՝ լուռ, մեղավոր ու կարեկցող։ Բայց նրանց պատմությունն ավարտված չէ։ Հեռուստադիտողները համոզված են նոր, ցավալի, բայց նաև հզոր բացահայտումներ են սպասվում։ Սերիալի մթնոլորտը գնալով մութ է դառնում, և յուրաքանչյուր նոր դրվագ ավելի սուր ու դրամատիկ։ Վերջին զանգը շարունակում է ապացուցել, որ հայկական հեռուստատեսության ամենաանսպասելի ու զիջչ նախագծերից մեկն է։ Ամեն հերոս իր ճակատագիրն ունի, և ամեն գաղտնիք մի օր դուրս է գալու լույս աշխարհ, իսկ երբ դա տեղի կունենա, ոչ ոքին դեռ հայտնի չէ։
Հեռուստադիտողների շրջանում արդեն իսկ շրջանառվում են մի քանի վարկածներ այն մասին, թե ինչ է սպասվում «Վերջին զանգը» սերիալի Նոյի մահից հետո։ Շատերը համոզված են, որ Դիանա Գրիգորյանի համար սա պարզապես նոր փուլի սկիզբ է։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Դիանա Գրիգորյանը դեռևս օրեր առաջ գրել էր. «Ամենամեծ անակնկալը հեռուստասերիալի շրջանակներում դեռ առջևում է։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ավարտական նկարահանումներին, թող շարունակեն ակտիվորեն լրացնել մեր հետևորդների շարքերը»։ Այս հայտարարությունը հուշում է, որ դեռևս ամեն ինչ չի ավարտվել, հնարավոր է այժմ պարզապես ավարտվեն նկարահանումները, բայց ոչ սերիալի պատմությունը։ Անգելինայի կերպարն ըստ ամենայնի կանցնի հսկայական հոգեբանական փոփոխություն, նա կդառնա ավելի ուժեղ, կսկսի պայքարել ոչ միայն իր, այլ Նոյի հիշատակի համար։ Սերիալն, ինչպես միշտ, հավասարապես համադրում է սերը, ցավը, դավաճանությունը։ Դիանա Գրիգորյանի ձեռագիրը զգացվում է յուրաքանչյուր դրվագում, ամեն մի հերոսի պատմությունը ունենում է իր ավարտը, բայց երբեք ոչ այնպիսին, ինչպիսին սպասում են հեռուստադիտողները։ Ուստի շատերի համոզմամբ «Վերջին զանգը» դեռ իր վերջին զանգը չի տվել, այնինչ մենք տեսնում ենք պարզապես պատմության ամենադրամատիկ շրջադարձն է, իսկ իրական ավարտը դեռ առջևում է՝ ավելի հուզիչ, ավելի խորքային և լի բացահայտումներով։